Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսինքն մի վարյան պարուսակցությունները զորակոչի երթականների 69%-ը ինչի կա պետք է XY եւ զորակոչվել է 31.4%-ը։ Սա հրապարակվել է, մի քանի անգամ սրա մասին խոսել ենք, նաեւ ոչ միայն ես, տարբեր փորձագետներ խոսել են սրա մասին, այսինքն բաց աղբյուրների հայտնի տեղեկատվությունը։ Հա, մի բան ֆիքսենք ու գրանք առաջ։ Սա իրական թվեր չէ։ Այո։ Մենք այս թվերով եզրահանգում դա իրական։ Սա իրական թվեր է։ թվերը ենթադրենք այդպեսին է։ Թվերը մոտակված թվեր է կլորացած, որպեսզի ավելի հեշտ լինի հաշվել։ Հիմա մենք ինչ եմ ես առաջարկում, մենք տեսնում ենք, որ զորակոչի հետ կապված ունենք լրջագույն խնդիր, քանի որ մեր զորակոչի ենթականների 31.4%-ին են կարողացել տանել պարտադիր զինվորական ծառայության։ Հիմա ուզում եմ ասել, թե ինչպես է ստացվում, որ մենք չենք կարողացել զորակոչել շուրջ 69%-ի մասերի բաժանած ներկայացնեմ։ Այսինքն սա 100% ովքեր որ չեն զորակոչվել, նրանցից 80-ից 82%-ը չեն զորակոչվել առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով։ Մոտ 4%-ը չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության, այսինքն խուսափում են զորակոչի ներկայանալուց։ Եվս մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք, դա քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որը վերջին 4 տարիներին, 5 տարիներին աճել են եւ մոտակված տարեկան ունենք մոտ 2000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ։ Հիմա որպես օրենսդիր ես ինչ եմ առաջարկում, ինչ լուծման տարբերակ եմ առաջարկում, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր որ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից որևէ ճանապարհով, առողջական խնդիրներով կամ քաղաքացիությունից հրաժարվելով կամ ուղղակի չներկայանալով, մենք ինչ գործողություններ պետք է անենք, որպեսզի դրա դեմը առնենք, առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական վճար, որը հավասար է կհորդորենք, որպեսզի գան կրկնակի փորձաքննության եւ այսպիսով համոզվենք իրականում նրանք վատառողջ են, թե որոշ ապօրինի ճանապարհով է ստացել այդ թղթերը, սա նաեւ կանխարգելիչ դեր է ունենալու այն անձանց համար, ովքեր որ այդ բժշկական թղթերի տակ ստորագրելու են, քանի որ ենթադրվելու է, որ առաջիկ ապագայում հնարավոր է, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվի, որ նրանք կեղծիք են կատարել։ Սա գալիս է խստացնելու այս 4 կետերը, որոնց մասին ես խոսեցի, գալիս է խստացնելու եւ բարձրացնելու զորակոչի թիվը։ Նշեմ, որ առաջի կետը արդեն արել ենք վարչապետի հանձնարարականով 2024 թվականի տարեսկզբից, կառավարության 404 որոշման մեջ կատարվել է մի շարք փոփոխություններ եւ 2024 թվականին արդեն այս թիվը գումարվել է 4.2%-ով, այսինքն զորակոչի թիվը ավելացել է դառնալով 2024 թվականին 35.6%, բայց ինչը տեղի ունեցել, երբ մենք հիվանդությունների ցանկը նվազեցրել ենք, փոքրացրել ենք եւ ավելի զորակոչ ենք ունեցել, նաեւ մեծացել է փախնողների թիվը եւ 2 անգամ ավելի շատ խուսափող ենք ունեցել 2024 թվականին։ Այսինքն ինչի մասին է խոսքը, գործընկերների կան, որ ասում են միայն խստացումներ անենք եւ խրախուսող նորմեր չունենանք, սա գալիս է վկայելու, երբ մենք մեր այն միայն խստացումներ ենք անում, այո, դա բերում է զորակոչի թվի աճին, բայց նաեւ ավելանում են երկրից լքողները, ովքեր հաճախ երկիրը լքում են իրենց ընտանիքների մեջ եւ արդյունքում մենք ունենում ենք դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ եւ նաեւ զորակոչի թերհավաքագրումը շարունակվում է խուսափած քաղաքացիների մասով, ինչ եմ ես այստեղ առաջարկում եմ խրախուսող կետեր, որպեսզի այս 15 միլիոնի կարգի գումար վճարելու հնարավորություն տանք նաեւ 18 տարին լրացածներին եւ հետեւյալ երկու տարբերակներ առաջարկենք, այստեղ 27-ից 37 տարեկանները վճարում են
ծառայում է 0, վճարը 15 միլիոն դրամ, 18-ից այս դեպքում 32 տարեկան քաղաքացիները հնարավորություն են առաջարկում հնարավորություն տալ նրանց ծառայել 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ կամ ծառայել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ։ Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում մեր այն քաղաքացիները շուրջ 20,000 թե որևէ կերպ խուսափում են, առողջական թղթերով կամ ուղղակի լքում են երկիրը կամ հրաժարվում են քաղաքացիությունից, նրանց 10%-ը կօգտվել օրենքից եւ մենք ունենանք շուրջ այս մասով ունենանք այս թվի մոտավորապես 10%-ի չափով չխուսափած քաղաքացիներ 2000 քաղաքացի կօգտվի օրենքից, որի արդյունքում մենք ունենանք պլյուս 2000 կարճաժամկետ ծառայելով եւ պահեստազորային, պլյուս 4000 պայմանագրային։ Եվ սա մեզ հնարավորություն կտա կատարելու վարչապետի մյուս կարևոր հանձնարարականը, այն է պարտադիր զինվորական ծառայությունը կրճատել 6 ամսով եւ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1.5 տարի։ Գիտեք, որ գործող կարգավորումները պարտադիր զինվորական ծառայության ենթակային բոլոր քաղաքացիները 24 ամիս ժամկետով այս փոփոխության արդյունքում եւ մենք ունենում ենք առնվազն պլյուս 25% զորակոչ, դա մեզ հնարավորություն է տալիս 25%-ով պակասեցնել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եւ այն դառնա արդեն 1.5 տարի բոլոր զինծառայողների համար։ Արդյունքում նախագծի ընդունման դեպքում եւ շահում են այն քաղաքացիները, ովքեր հրաժարվելով քաղաքացիությունից կամ այլ կոռուպցիոն ճանապարհներով հրաժարվելով գալիս են օրինական դաշտ, վճարում են գումար եւ ծառայում են իրենց հայրենիքին եւ իրենց տված վճարով այլ պայմանագրայիններ ենք մենք ներառնում։ Շահում է պետությունը ունենալով ավել պահեստազորայիններ ամեն տարի եւ ավել պայմանագրային զինծառայողներ եւ շահում են ամենակարևորը մեր այն քաղաքացիները, ովքեր որ 31%-ի մեջ են եւ միայն իրենք են գնում այսօր ծառայության, նրանց համար ծառայության ժամկետը կրճատվում է դառնալով 1.5 տարի եւ նաեւ մեկ ուրիշ բաղադրիչ նույնպես մենք քննարկել ենք քննարկումների ժամանակ, որպեսզի մեր ժամկետային զինծառայողները ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ սկզբնական 4-ից 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո, այսինքն 6 ամիս ծառայեն եւ ստանան ամսական 3400 դրամ, որը այսօր նախատեսված է, դրանից հետո ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ, բայց քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել 100,000 դրամը չֆիքսել, քանի որ այս թիվը ենթադրաբար հնարավոր է չկարողանանք կատարել եւ ունենանք ֆինանսական խնդիր, բայց առաջիկայում, եթե ստացվի փոփոխությունը կատարել եւ այս գումարները հավաքագրվեն, անպայման այս փոփոխությունը կատարելու ենք եւ մեր զորակոչիկները ծառայելով 1.5 տարի զորացրվելիս կստանան 1.2 միլիոն դրամ, ինչը կարող է իրենց կյանք մտնելու համար բավականին օգնել ուսում ստանալու կամ որևէ գործ սկսելու համար։ Շնորհակալ եմ լսելու համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցին։